Իսանօղլուի միասնական թեկնածությունը արդեն հաղթանակ է ընդդիմության համար, որովհետև շատ էին խոսում, որ ընդդիմությունը չի կարողանա միավորվել եւ միասնական մի թեկնածու առաջ բերել, որովհետև իրականում այս նախագահական ընտրություններում ժողովրդի մեծ մասը ընտրելու է ոչ թե հանուն ինչ-որ մեկի, այլ ընդդեմ ինչ-որ մեկի, եւ ընդդիմությունը հենց այս հաշվարկով է առաջ քաշել Իսանօղլուին, որովհետև Գեզի դեպքերից հետո ձերբակալություններից, շանտաժներից, Էրդողանի ընտանիքի վերաբերյալ սկանդալային ձայնագրություններից, հեռախոսազանգերի ձայնագրություններից հետո մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել որևէ մեկին, բայց ոչ Էրդողանին։ Եվ ընդդիմությունը փորձեց այդ որևէ մեկին հրամցնել, որը մի կողմից, ինչպես պարոն Չաքրյանը շատ ճիշտ նշեց, ունի իսլամական արմատներ, իսլամագետ է, իսլամական կոնֆերանսի ղեկավարն է եւ այլն, բայց միևնույն ժամանակ նա արտաքին գործերի նախարարության երկարաժամկետ աշխատող է, ունի նույն օրինակ հայոց ցեղասպանության հարցում շատ ավելի խիստ ու կտրուկ զինվորականությանը հարիր մոտեցումներ, օրինակ վերջերս ասուլիսի ժամանակ, երբ որ ցեղասպանության մասին էին հարց տալիս, ինքը խոսքը փոխեց, սկսեց Ասալայի պատմությունը պատմել, որ հայերն են իրականում սպանել մեր դիվանագետներին, այսինքն մի անձ է, որին կարող են ընտրողներ ընտրել, եթե չեն ուզում ընտրել Էրդողանին, այլ ընտրանքային թեկնածու է, բայց կրկին ինչպես պարոն Չաքրյանը շատ ճիշտ նշեց, Էրդողանը բավականին մեծ շանսեր ունի, որովհետև եթե դիտարկենք մարտ ամսվա ընտրությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երբ որ այդ ձայնագրությունները, շանտաժները, ձերբակալումները թարմ էին ու թվում է թե Էրդողանի վարկը էականորեն, վարկանիշը էականորեն իջել է, ամեն դեպքում Էրդողանի կուսակցությունը հասավ հաղթանակի, ինչը մեզ հուշում է, որ արդեն այս օգոստոսյան ընտրություններում, եթե ոչ առաջի փուլում, ապա գոնե երկրորդ փուլում, Էրդողանը ամենայն հավանականությամբ կհասնի հաղթանակի, որտեղ թվում է, թե ընդդիմությունը չկարողացավ այդպես էլ լիարժեք միավորվել ու լիարժեք հիմնարար բաներ ասել, թե ինչու ոչ Էրդողանը։ Էրդողանը ինչ կանել խնդրահարույց առաջնորդ է, ինչ կանել խնդրահարույց թեկնածու, ամեն դեպքում ինքը սեղանին դնելու բաներ ունի, որ արել է, որ խոստացել է եւ ի կատար է ածել։ Ընդդիմությունը այսօր ոչ մի ծրագրային առաջարկներ չի անում, ինքը պարզապես քննադատում է Էրդողանին, որ ամենահեշտն է, բայց ամեն դեպքում պետք է հիշենք, որ ժողովուրդը ընտրում է ըստ կենսամակարդակի։ Իսկ Թուրքիայի ժողովուրդը հստակորեն հասկացել է, որ ազգայնական շարժում ու ժողովրդահարապետական կուսակցությունների իշխանությունների օրոք, այսինքն 90-ականներին ժողովրդի կենսամակարդակը էականորեն անկում ապրեց, ինչը չի կարելի ասել Էրդողանի ժամանակաշրջանում կյանքի դրական կենսամակարդակի զարգացման ուղղությամբ։ Սրանից բացի գիտենք Ֆեթուլա Գյուլենի անձի կարևորությունը Թուրքիայում, որ դեկտեմբերի 17-ին անցած տարվա նախաձեռնեց, նրա հրամանով նախաձեռնվեցին այս կաշառքների վերաբերյալ մասսայական ձերբակալությունները, որտեղ նույնիսկ Էրդողանի որդին ներգրավեց այս ձայնագրություններում ու ձերբակալություններում, որպես մեղադրյալ բնականաբար, Էրդողանը սկսել է արդեն հակաքայլերը, ինքը դեռ մարտին էր խոստացել, որ մարտի ընտրություններից հետո նրանք դեռ հալը կտեսնեն, եւ ընդամենը մի քանի օր առաջ սկսեցին մասսայական ձերբակալություններ, մոտ 100-ից ավել ոստիկանապետ է ձերբակալվել այսօր Թուրքիայում, ընդամենը մի քանի օր առաջ, այն մեղադրանքով, որ նրանք ապօրինաբար ձայնագրել են Էրդողանի եւ ընտանիքի հեռախոսազրույցները, որ ապօրինաբար գործողություններ են կատարել եւ մոտ 2000 հոգու աշխատավայրներ փոխել են, այսինքն պաշտոնի իջեցումներ են տեղի ունեցել եւ այլն, այսինքն մասսայական հարձակում է սկսվում գյուլենական ընտրողների ահաբեկման process-ը սկսում, ինչը Էրդողանը շատ լավ է անում, այսինքն շատ լավ կարողանում է այդ վարչական ռեսուրսը նույնպես օգտագործել իշահիրեն եւ նույնիսկ նա ահաբեկել է, որ ոստիկանությամբ չենք բավարարվի եւ դպրոցներով եւ այլ գործարարների աշխատատեղյակներով փորձելու ենք նույն այս ալիքը անցկացնել։